Գյուղի պատմությունը կարելի ասել սկսվում է նոր պատմությունը սկսվում է 1979 թվականից երկրաշարժից հետո մինչ այդ գյուղում ապրել են հայեր եւ ադրբեջանցիներ լքել են բնակավայրը հիմնականում հաստատվել է տեղացիներով Հայաստանից, Կիրովատից, Սումգայիթից, Բաքվից, փախստականներով, Հայաստանի հայերով, ինչպես նաև Ջավախից են ժամանել ունեցել են 64 փախստական ընտանիք, ներկայումս կա 5 փախստական ընտանիք, ինչ հանգամանքների բերումով լքեցին, մեկնեցին Ռուսաստան եւ հիմա բնակվում են նրանք Ռուսաստանի դաշնությունում։ Գյուղում հիմնականում բնակվում են Շիրակի մարզի բնակիչներ եւ Ջավախահայեր, ինչպես նաև ասեցի մնացել է 5 փախստական ընտանիք։ Գյուղը ներկայապահին ունի մոտավորապես փաստացի բնակվող 650, բայց չբնակվող գրանցումներն էլ հետը կազմում է 945։ Ի ժամանակ Քարտեզի վրա կա գյուղը ուներ 1150 բնակիչ փաստացի բնակվող 1150, սակայն աշխատանք չունենալու պատճառով գյուղատնտեսությունից չէին հասկանում, ժողովուրդը անասնապահությունից չէին հասկանում, լքեցին, տեղափոխվեցին հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղը ներկայումս ունի մոտ 650 փաստացի բնակվող, աշխատանքի խնդրեմ գոյություն ունի, աշխատանք չկան արտադրամասեր, ձեռնարկատիրական գործունեություն գյուղում չկա, լրիվ բացակայում է։ Հիմնականում կապված է աշխատանքի հետ, մնացած բոլոր հարցերը աշխատող մարդու համար լուծելի են։ Այսօր մեծ խնդրեմ գոյություն ունի կապված գյուղտեխնիկայի հետ, որտեղ գյուղտեխնիկան հնամաշ է, մոտավորապես մի 40 տարվա պատմություն ունի եւ հին տեխնիկայով նորագույն ժամանակներում գյուղատնտեսություն վարել հնարավոր չի։ Ասենք վերցնենք կոմբայնը, հնամաշ կոմբայններ են, 40 տարեկան կոմբայններ, կորուստը շատ մեծ է, կազմում է 20-ից մինչև 30%։ Դա բավականին բարձր թիվ է, ասենք հադիգի հավաքման ժամանակ մարդը պետքան կորուստ ունենա, բնական է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր չի։ Եկամտաբեր չէ նաև անասնապահությունը։ Ինչու համար եկամտաբեր չէ, որովհետև արկ ու վաճառքով զբաղվողը ավելի շատ գումար է վաստակում, քան թե գյուղացին, որը 2 տարի դանասունը պահել, մեծացրել է եւ հանում է վաճառքի։ Ինքը կարող է 1-2 օրվա մեջ այդքան գումար աշխատել, ինչքան գյուղացին չի աշխատում։ Հիմնական դա է կապված է նաև գյուղատնտեսության ապահովագրության հետ մի պահ մտցրեցին գյուղատնտեսության ապահովագրությունը լավ էր, հետո հանեցին, հիմա չկա գյուղատնտեսության ապահովագրություն։ Այն որ ասում էր մեր կերածն ինչ է, մի կդոր չորած, այն էլ հենց հա երկնքից կախված առաջանքի մեջը, երկինքը տվեց, գյուղացին բերկտուն կտանի, երկինքը չտվեց, ոչինչ չի տանի, կսնանգանա, վարկերի տակ կմտնի, պարտքերի տակ կմտնի, օրի բանդուխտի ճամփան պետք է բռնի։ Դպրոց է կառուցվում գյուղում, աշխատանքների գրեթե 60-70% կատարված է, մինչև օգոստոս-սեպտեմբեր ամիս դպրոցը շահագործման հանձնվի։ Հիմնականում այդտեղ արդեն ջրի խնդրեմ գոյություն ունի վերևի հատվածի համար, որովհետև ներքևի հատվածը ապահովված է ջրով։ Եթե եկաք կարտացիք գրված էր բյուրագն, ինչ է նշանակում բյուրագն։ Բյուրը 1000-ն է, ագն էլ աղբյուրն է, այս վերևի հատվածը աղբյուրներով խոսքի գյուղի մասին է, այս եկեղեցուց վերև։ Այս հատվածը ջրով ինքնահոս ջրերով ապահովված է, իսկ վերևի մասը մենք մոտ 5 կիլոմետր տարածությունից ջուր ենք բերել 2002 թվականին, ջրագիծ ենք անցկացրել, ջուրը հավաքվում է ջրավազանում, գիշերվա ժամերին ջրավազանը փակում ենք, առավոտները բաց ենք թողնում, բայց ջուրը այնքան քիչ է հավաքվում, որ հնարավոր չէ այդ վերևի բնակչությունը մոտավորապես, որը կազմում է գյուղի 50%-ը, հիմա էլ ավելացնում ենք դպրոց, ավելացնում ենք մանկապարտեզ, ջրի խնդրեմ կունենանք։ Տեսնենք, խոսք են տվել, որ հնարավոր է, 100% չէ, բայց հնարավոր է այդ վերևի հատվածը գոնե դպրոց մանկապարտեզը միացնել վիոլա ջրին։ Ուրեմն գյուղը չունի հատակագիծ, գլխավոր հատակագիծ գյուղը չունի, եթե գլխավոր հատակագիծը չունի, գյուղամիջյան ճանապարհները գրեթե ամեն տարի խճապատվում են, հարտեցնում ենք, բայց քանի որ գլխավոր հատակագիծ չունի, ճանապարհները նեղ են, շատ նեղ են ճանապարհները։
իսկ կանան այն անձրև եղանակների ժամանակ ճանապարհներ կան, որոնք անանցանելի են։ Մեքենայով 10 տուն հասնել հնարավոր չէ։ Խճապատում ենք, ինչքան որ հնարավոր է խճապատում ենք, բայց հարցը դրանով չի լուծվում։ Գազի գլխավոր խողովակը յուղամիջով անցնում է, գնում է Համասյա, Համասյայից էլ գնում է Ղուգասյան։ Ու տարածաշրջանում, Համասյայի տարածաշրջանում ներքևի ենթաշրջանի մասին է խոսքս, մենակ մեր մոտ է որ գազ չկա։ Պատճառաբանությունը եղել է նա, որ նախկինում ներքին ցանց մենք չենք ունեցել, դրա համար էլ գյուղը չի գազաֆիկացվել։ Հիմա աշխատանքները կատարվում են, հույս ունենանք, որ 27 թվականին գյուղը գազաֆիկացվի։ Արդեն 18 տարի եկել եմ Բյուրակն գյուղում, ապրում եմ եւ այստեղ գյուղատնտեսական զբաղվում ենք, անասնա, ծագան եւ կենթանիներ ենք պայում։ Գնում ենք Ռուսաստան, գալիս ենք, այդպես էլ։ Ճանապարհի հարցերով ահավոր վիճակ է ճանապարհները։ Ու շատ բաներ կա, ոչ դեցքի սատ կա, ոչ մի բան չկա թամամ։ Երեխեքին ես իմ աղջիկը կետա լենական գսորվի գուքա, աղջիկս է փոքրս ելի Գյումրիում դեցքի սատ կետա, այդ հարցերը պետք է լուծվի։ Հիմնականը ճանապարհների խնդիրն է։ Որոքման ջրի խնդիրն է, շատ բաներ կա, որ ասեմ։ Ունեմ հողատարածքներ ունեմ, թողել եմ այդպես առանց բանի, ջուր չկա։ Ինչ էլ ցանես, կարտոշկա ցանես, ջուր չկա։ Ինչ կուզես ցանես, ջուր չկա, ջրես։ Այսի գաղթի ճանապարհ արդեն ամենան մարդիկ կամացից գնում են։ Կարող է մի քանի տարերը մենք հետան։ Այստեղ ունեմ տներ ունեմ 4 հատ գյուղը ես սեփական տուն ունեմ արած։ Բայց որ ապրես չկա մնամ ինչ անեմ։ Այսպես մի բան ասեմ, հորս կրազնեք, սե դերիմ նորից ճամփա կերտամ, աչքդ բարի պահիր վրաս, նորից հացի համար կերտամ, լույսդ բարի պահիր վրաս, ինձ նար դարձ մի տալացի համար ուրախության գինին դուր ինձ, նորից հացի համար կերտամ փեշդ բարի պահիր վրաս։ Այդպես էլի որ չեթանք, մնանք մեր հողին վրա, աշխատենք, ապրենք, ստեղծենք։ Դաբաղի հարցով էլ կաթը 140 դրամ է, չէ՞։ 130-140։ Հենց հիմա Վրաստանում 200 դրամ է կաթի լիտրը։ Անցած տարի գովերը դաբաղով համարյա 30% մարդկանց հիվանդացան, սատկան, այս դաբաղը, բայց օգնություն բան ոչ մի բան չկար։ Դիմել եք։ Շատ մարդիկ են դիմել, բայց ոչ մի։ Կարգուդը կա ծորեն գարի տանիքը, որը ասեմ։ Սա խնդրեմա, բայց լուծող չկա հարցը։ Ճիշտ ասեմ, գյուղատնտեսության մեջ ոդից գլուխ խնդրեմ է։ Այսինքն գյուղացուն պետք է ձեռք բռնեն։ Հնարավորություն տանոր ինչ որ մի բնակավարում աշխատի ու գյուղատնտեսության համար աճի, առաջեշտա գյուղացին բարելավ է իր ապրուստով չերնա գյուղից։ Բնակչությունը ստալով քոչեց ստեղից։ Քանի քիչ ժողովուրդ, այդքան քիչ հնարավորություն։ Իսին շատ են խնդիրները։ Գյուղի մեջ գյուղի ճանապարհը անպայման պետք է սարքվի, որտեղ շատ տեղեր կա, դաժան անանցանելի, շատ դժվարությամբ։ Նույնն է դաշտերի ճանապարհների, որտեղ գյուղացին ու դաշտից իր բերքը, իր բարիկը ժամանակին ճիշտ չկարանա տեղափոխել, խնդրեմ է։ Թեկուզ գյուղտեխնիկան դաշտ հաշտվելու համար շատ դժվարություն կա։ Ահա, խմելու ջուրը ստեղ հիմնական խնդրեմը վերի թաղի, որ դպրոցինով միանա, գյուղի ժողովրդի մեծամասնությունը ջրից շատ կսրկվի։ Այդ ուղղությամբ պետք է մտածեն, որոշեն, ռոռոկման ջուրը պադարյատ համատարած կարելի ասել որ լավ չէ։ Թող մեծ ծրագիրը մշակեն, որ գյուղացին ռոռոկում են, ինչ որ մշակումներ են, որ բերքան է ապրի։ Դե դաբաղը շատ ազդեց մեր գյուղատնտեսության վրա։ Շատ անասնա այդ գործներ ունեցանք։ Մենակ դաբաղը չէր, համեր բրցիլոս հիվանդությամբ ահագին ես քանակի չեմ կերնա շեշտել ինչքան, բայց զգալիորեն քչացավ մեր անասնապահությունը գյուղի մեջ։ Շատ քիչ է։ Բաղությունը основном Ռուսաստան մեկնեն աշխատանքի всё։
պես ուրիշ Գյուղում աշխատանք չունի։ զբաղվածության կենտրոններ Չկա, ունե փոքրների ոչ մի։ համար, հա։ Չկա, աբսոլյուտնի չկա։ Գյուղի մեջ կհավաքվենք ջանջիգար, բարև, ասուբարի, всё, իրանց տներով։ Իսկ արտագաղթ, ասացիք քչանում են։ Կա։ Լավ էլ կա։ Տեսանելին գիտես ոնց մի անգամից չի երևա, բայց այսպես որ շուռ գաս գյուղի մեջ գնայես, շատ տներ փակ է, շատ տներ կքանդվին։ Որտեվ կեշտա չեն գա։ Ցավոք է դի ամենադժվար, ամենացավոտ է դի ժողովուրդը քչանանքի, կեշտա։ Փոխանական, շադանան։ Աշխատանք չկա։ Աստանան հենց աշխատանքի պրոբլեմն է։ Եթե աշխատանքի ունենա մարդիկ չի եշտա Ռուսաստան աշխատի։ Կեշտա Ռուսաստան աշխատելու մի հատ լավ հնարավորություն կստեղծվի, կմնա այնտեղ կգա ընտանիքն հետը գտանի։ Երիտասարդներն էլ բնականաբար աշխատանք չկա, շատերն էլ երևի 40-ից ավել դու մնացած տեղա ունեն գյուղը։ Գյուղում խնդիրները շատ անսպառ են։ Այնքան անսպառ, որ ամենաառաջին հերթին նախ ճանապարհների հարցը գյուղամիջյան հիմնականում գյուղից դուրս մինչև Ողջի ճանապարհը բոլորովին անմխիթար վիճակում է։ Գյուղում խնդիրներից մեկն էլ հենց երիտասարդների զբաղմունքը, որ չունեն ոչ մի զբաղմունք, մեծ գյուղ լինելով հանդերձ չկա մշակույթի որևէ փոքրիկ թեկուզ օջախ, որևէ ասենք բնակչի զբաղմունք լինի, որ բնակիչը ուզենա ինչ որ մի աշխատատեղ ստեղծվի, ինքը զբաղվի, ենթադրենք, եթե անասուն չի կարողանում պահել, գոնե դպրոցից դուրս աշակերտը կամ ծնողը կամ մեկ այլ երիտասարդ երբ դպրոցը ավարտել է, գոնե գիտենա գյուղում ինչով զբաղվի, ինչ տնտեսություն վարի, ինչպես օգնի իր ծնողին երիտասարդը ու նմանատիպ շատ խնդիրներ։ Բնակիչների մեծ մասը ավտոմեքենաներ ունեն ու պատկերացրեք այդ ավտոմեքենաների վիճակը, իսկ գյուղացին ինչպես պետք է վերանորոգի այդ ավտոմեքենան։ Պարզ է, չէ, բավականին ծախսերի հետ կապված խնդիրներ են առաջ գալիս։ Ուրեմն գյուղում շատ առկա է լուսավորության խնդիրը։ Գյուղի շատ քիչ տների կողքերը կարող ենք տեսնել լուսավորություն, կոնկրետ ես գյուղի ծայրամասում եմ ապրում, մեր տանից մինչև ենթադրենք կենտրոնը, գյուղի կենտրոնը լուսավորություն բացարձակ գոյություն չունի, աղբահան այդ տարաները, որ դնում են, այդ տարաները կարծես թե մեկի դռան դիմաց կա, մյուսի դռան դիմաց չկա, տներն էլ հեռավորությունը բավականին մեծ է, հնարավորություն չկա, որ հենց ձմեռվա աղբը ինչպես պետք է տեղափոխեն։ Չկա, նման խնդիր եւս գոյություն ունի։ Իսկ լուսավորությունն ու ճանապարհները էլ չեմ ասում։ Դա այնքան շատ է, որ որքան ասենք չենք օգնի։ Այդ լուսավորությունը հատկապես գյուղամիջյան լուսավորություն պատկերացնում եք, մեկը իր հարազատի տուն է գնում գյուղի մեջ ու ճանապարհին վախվխելով, թե հանկարծ շները, գայլերը կամ այլ կենդանիներ չհասնեն վրա, բավականին ծանր վիճակ է այդ առումով։ Մեր գյուղի խնդիրները основное գազաֆիկացումը, որը գազը կողքից կանցնի չունենք, կողքի գյուղեր ունին, մեջտեղը մնացել ենք 3 գյուղ։ Արեգնադեմ, Գդաշեն, Բյուրագին գյուղը գազաֆիկացված չէ, բայց ինչքան հիշում եմ, ես գյուղը չեմ եղել, Ռուսաստան եմ եղել, գնացել եմ երեխեքիս պետվելու, գալուց ասել են, որ չափագրում են արել, հույս կա, որ կարնան գլուխ պետք է որ սկսվի։ Ճանապարհների այդ խնդիրներ կա, իհարկե կա, ճանապարհների թե գլխավոր տերանսը, որ նոր վայենի ճանապարհը անցնում է գյուղով ասֆալտապատած չէ, դե գյուղի մեջն էլ հմիցուն է չի երևում, եթե լիներ կարնան գլուխ, արդեն լրիվ բարձ կլիներ, որ գյուղը ընդհանրապես ճանապարհների նայող չկա։